Սիրելի քաղաքացիներ, շարունակում եմ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ուղիղ եթերով ներկայացնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը, որի առանցքային կետերից է նոր սահմանադրության ընդունումը։ Որպեսզի սահմանադրությունը լինի լեգիտիմ, հարկ է, որ այն ընդունված եւ հաստատված լինի ժողովրդի կողմից։ Միայն թե քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում կասկածի տակ է դրված նախկինում Հայաստանում անցկացված հանրաքվեների արդար անցկացման հարցը, ուստի նաև դրա լեգիտիմությունը։ Քանի որ Հայաստանում լեգիտիմության առանցքը սահմանադրական հանրաքվեների կասկածելի արդյունքների պատճառով բացակայում է, արդարություն եւ արդարադատություն հասկացությունները ձևախեղված են։ Այս խնդիրը լուծելու եղանակը նոր սահմանադրության ընդունումն է ժողովրդի ազատ կամ արտահայտման միջոցով, ինչը լիարժեք լեգիտիմություն կտա Հայաստանում հաստատված իրավակարգին եւ հնարավոր կդարձնի արդարության եւ արդարադատության ինստիտուցիոնալացումը։ Փաշինյանը համոզված է, ոչ բոլոր քաղաքացիներն են կարդալու նոր սահմանադրության տեքստը, անհրաժեշտ կլինի մեկնաբանել այն։ Նոր սահմանադրությունը առաջնային մի նպատակ ունի արձանագրել քաղաքացիների պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետությունում իրենց փոխադարձ մեր բոլորիս փոխադարձ հարաբերությունների կանոնների մասին, քաղաքացի պետություն հարաբերություն, քաղաքացի հարաբերություն, համայնք կառավարություն հարաբերություն, պետական ինստիտուտներ եւ այլն եւ այսպես շարունակ։ Արդյոք նոր սահմանադրության տեքստը պետք է հղում կատարի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին, Հայաստանի Հանրապետության վարչապետի դիրքորոշումը հստակ է եւ ունի հիմնավորում։ Ես իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ հստակ, ասելով, որ նոր սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին։ Եվ իսկ ինչ հիմնավորում ունի դա։ Շատ պարզ հիմնավորում։ Երեկ էլ ես խոսեցի եւ վերջին տարիներին ես խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Եթե վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, այդ նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Առանց արևմտյան Հայաստանի, Արցախի ու ծովից ծով Հայաստանի։ Ահա այսպես կարելի է խաղաղ լինել։ Այստեղ նրբությունը ինչի մեջ է, եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ, արևմտյան Ադրբեջանի խոսույթի դադարեցումը, արևելյան Թուրքիայի խոսույթի դադարեցումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Արդյոք նոր սահմանադրությունը Ադրբեջանի պահանջն է, Փաշինյանն առաջարկում է որպես ժողովրդավար պետություն որոշենք։ Ղարաբաղի հարցը շարունակվում է, թե փակված է։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ես հստակ արձանագրում եմ եւ արձանագրել եմ եւ նույնիսկ դրա հետ կապված կոչեր եմ անել, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, այսինքն այսօր դադարեցված է Ղարաբաղի շարժումը Հայաստանի Հանրապետությունում առնվազն պաշտոնական եւ ժողովրդական մակարդակով։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, բնականաբար ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ որոշումը կընդունի գիտություն։ Այստեղ քննարկման ընդհանրապես թեմա չկա։ Հետո ուղիղ հետևություն է կատարում, շարունակելով ընդդիմությանը անվանել պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Այս արձանագրումը ամեն օրվա հետ ավելի հիմնավոր է դառնում, որովհետեւ ընտրություններում պատերազմի եռագլուխ կուսակցության հաջողությունը նշանակում է Ղարաբաղյան շարժման շարունակություն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ հստակ խոսում է անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում մենք հստակ ասում ենք ժողովուրդ ջան, եթե մենք դա անենք, այսպես իրար աչքով տալով ձև անելով, դա չի աշխատելու։ Մենք հստակ եւ անկեղծ պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։
Պետք է կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, ահա թե ինչ է խորհրդանշում կրծքանշանը։ Առաջիկա ընտրություններում էլ սպասվում է պատմաքաղաքական հեղափոխություն։ Ես ձեզ այդ շփումներում տեսնում եմ, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընկալված է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընկալված չլիներ, ես այսօր վարչապետ չէի լինի։ Որովհետև ես 2024 թվականին, եթե չեմ սխալվում, կոչ եմ արել ձեզ, ասել եմ, որ ես որպես վարչապետ որոշում եմ կայացնում, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում։ Եթե ժողովուրդը համաձայն չէ այս որոշման հետ, ես կոչ եմ անում ժողովրդին դուրս գալ, հեղափոխություն անել եւ զրկել ինձ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Ավելի քան 30 տարի արցախցիները ապրել են պատանդի կարգավիճակում, անորոշության մեջ, ասում է Փաշինյանը։ Հիմա ժամանակն է փակելու նաև փախստականների ետվերադարձի հարցն ու տնավորել Հայաստանի Հանրապետությունում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ թե պարզապես ստանա մեծամասնություն, այլ ստանա սահմանադրական մեծամասնություն։ Սահմանադրական մեծամասնություն ասելով նկատի ունենք այնպիսի մեծամասնություն, որը հնարավորություն ունենա քվեարկելով ընդունել սահմանադրության նախագիծ եւ առաջարկել ժողովրդին։ Նախընտրական ծրագրի 8-րդ կետով պետք է պայքարել քրեական ենթամշակույթի դեմ։ Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։ Նրա քայքայիչ ազդեցությունը մեր իրականության մեջ բավարար չափով գնահատված չէ եւ այն իր էությամբ հակասոցիալական, հակապետական եւ հակամարտկային ենթամշակույթ է։ Դրա դեմ պայքարը առաջին հերթին կրթական եւ քաղաքակրթական գործիքներով պետք է կիրառվի, բայց եւ իրավապահ համակարգը պետք է ավելի ու ավելի կենտրոնանա այս խնդրի դեմ գործնական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Նախընտրական ծրագրում իր ուրույն տեղն ունի նաև հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված բարենորոգման օրակարգը։ Փաշինյանը բացատրում է եկեղեցին պետությունից անջատ է, բայց այն չի կարող դուրս լինել պետությունից կամ լինել պետություն պետության մեջ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտպանում է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ որտեղ գրում է հետեւյալ ճանապարհային քարտեզը։ Ա. Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում հանգստի կոչում։ Բ. Սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Գ. Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունում։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Վերջին կետով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն է։ Իշխող ուժի նախընտրական ծրագրում նշված է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։ Արևիկ Սարդարյան, Արմալուշ։